Հավանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը ոչ անսպասելի որոշում կայացրեց։ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։ Մի ամբողջ գիշեր գործը քննելուց հետո առավոտյան 8:39 դատարանը հրապարակեց որոշումը, որով նաև սահմանափակվել է սրբազանի շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ փաստաբանների։ Քրեական վարույթը դեռ շարունակվում է, երբ ավարտվի փաստաբանները կհրապարակեն դատական նիստի ձայնագրությունը, որ այս իրավական հայտարարությունը դատավորի մասնագիտական ոչ անկախ ու ոչ պրոֆեսիոնալ վիճակը ակնհայտ լինի։ Նիստից հետո հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Միքայել Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը, ասել են փաստաբանները։ Տասնյակ աջակիցներ ու հոգևորականներ գիշերն անցկացրել են դատարանի բակում։ Շատերը Միքայել arczepiskoposի հետ Երևան էին եկել Էջմիածնից, որտեղ մի քանի ժամ իրավապահները փորձում էին ներխուժել Վեհարան Սրբազանին բերման ենթարկելու համար։ Շիրակի թեմի առաջնորդին տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական թիմը կբողոքարկի կալանավորման որոշումը։